վերջին անգամ երբ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կիևյան կամուրջ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Փաշինյանին զեկուցել են, որ կամրջի կառուցվածքային ամրության ապահովման նպատակով իրականացվում են հիմնարար աշխատանքներ։ Մասնավորապես կամրջի ծածկի հատվածում կիրառվում է նոր տեխնոլոգիա, որը թույլ կտա ապահովել մետաղական եւ ասֆալտե մակերեսների հուսալի կպչողականություն, կանխելով ջրի թափանցումը կառուցվածքի ներս եւ հենարանների հնարավոր վնասումը։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նաեւ հենարանների ներսում, հնարավորություն ստեղծելով հետագա դիտարկումների եւ սպասարկման համար։ Կամրջի արտաքին տեսքը պահպանվելու է, իսկ ճանապարհահատվածը նախատեսվում է բացել ավելի շուտ, քան կավարտվեն հիմնական շինարարական աշխատանքները։ Առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին։ Լոռու փրկարարներին հաջողվել է դիակը դուրս բերել ափ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ գետում հայտնաբերված դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա գետում հայտնաբերվել է Opel Magnishi ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկությունների մահացածի հետ եղել է եւս մեկ մարդ։ Փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները փորձում են ավտոմեքենան գետից դուրս բերել, ինչից հետո պարզ կլինի երկրորդ քաղաքացին ավտոմեքենայում է, թե ջրահեղձ է եղել։ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել օրենսգրքի հակասահմանադրական մեկնաբանություն եւ վերապահել է իրեն ընտրատարածքային հանձնաժողովի լիազորություններ արդյունքներն անվավեր ճանաչելու հարցում։ Փաստաբանը պնդել է, որ ԲՀԿ-ն եւ ընտրողների զգալի մասը տուժել են պետական մարմինների թերի աշխատանքի պատճառով։ Օրբելյանը դատարանին հորդորել է հաշվի առնել ընտրական գործընթացում արձանագրված խախտումները, որոնք ըստ նրա անհնարին են դարձրել քվեարկության իրական պատկերի որոշումը։ Չի կարող լինել մի վիճակ, որ 5-4% հաղթահարած քաղաքական ուժը կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրական հանձնաժողովների թերի աշխատանքի արդյունքում ոնց որ մի հատ ձեռը ասում է խախտում անեմ, մյուս ձեռը գալիս է բռնում է, բայց տուժում է ԲՀԿ-ն արդյունքում։ Էսա խնդիրը բարձր դատարան, սա շատ պարզ մաթեմատիկական խնդիր է։ Սահմանադրական դատարանը 6 օր ունի ընդդիմադիր 7 քաղաքական ուժերի դիմումները քննելու համար։ ՍԴ-ի վերջնական որոշման հրապարակումը նախատեսված է հուլիսի 4-ին։ Գիտեք, որ չեն լսել, հենց հացը է։ Ինչև է։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը սահմանադրական դատարանի բակում լրագրողի այն հարցին, թե ինչ կլսեինք իշխանականների հեռախոսազանգերը լսելու դեպքում, վստահեցրել է, որ որևէ հակաօրինական բան չէր հայտնաբերվի։ Գալյանը շեշտել է, որ այս իշխանության օրոք գործող պաշտոնյաներից շատերը հեռացվել են պաշտոններից եւ ենթարկվել քրեական պատասխանատվության, ընդգծելով իշխանության սկզբունքայնությունը։ Ընտրակաշառքի գործերում իշխող կուսակցության ներկայացուցիչների բացակայությունը Գալյանը պայմանավորել է դրանց գոյություն չունենալով։ Այս իշխանության օրոք գործող պաշտոն զբաղեցնող անձինք զրկվել են իրենց պաշտոնից ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ պատիժ կրելու կամ կալանավորվել են։ Այսինքն սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում եւ սեփական թիմի ներկայացուցիչներին։ Ինչի մասին է խոսքը։ Չէ, ես արդեն իրոք հերիք է ցույց տալ, որ մենք ապրում ենք այլ իրականությունում։ Քրիստոնեական համերաշխություն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների վերաբերյալ։ Կազմակերպությունը մասնավորապես անդրադարձել է ՀԱՅԱՔՎ նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը, այն որակելով որպես ընդդիմադիր ուժերի դեմ ուղղված ճնշում։ Ըստ կազմակերպության, այս գործողությունները տեղի են ունենում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքների օրինականության վերաբերյալ 7 քաղաքական ուժերի բողոքները։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի շարք այլ քաղաքական ուժերի առաջնորդների տներում եւս խուզարկություններ են իրականացվել, գույքեր են բռնագրավել, ինչպես նաեւ պատգամավորական անձեռնամխելությունից են զրկվել։ CSI-ը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալներին եւ պահանջել, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ վիճարկումները լուծվեն արդար եւ թափանցիկ դատական գործընթացի միջոցով։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է ավելի քան 40 հարց։ Իշխանությունները նախատեսում են էական փոփոխություններ իրականացնել ընտրական, քրեական եւ տնտեսական ոլորտներում։ Ամենաուշագրավ նախագծերից է ընտրական օրենսգրքի եւ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է ներդնել 183 օրվա ցենզ։ Ըստ նախագծի ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունենան միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 1 տարվա ընթացքում փաստացի 183 եւ ավելի օր գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։ Իշխանությունները այս քայլը հիմնավորում են սահմանադրական դատարանի որոշմամբ, պնդելով, որ քաղաքացին պետք է իրական կապ ունենա պետության հետ եւ կրի իր ընտրության հետևանքները։ 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, էստրադային երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։ Հայկական էստրադայի ականավոր դեմքը բազմաթիվ պետական պարգևների արժանացել իր երկարամյա գործունեության համար։ Նա պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, ինչպես նաև հայրենիքին մատուցած ծառայության համար առաջին աստիճանի շքանշանով։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ։ Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նշելով, որ իսպանացի մասնագետն արդեն համապատասխան բուժում է ստանում։ ՀՖՖ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Խոակին Կապարոսին, մաղթելով նրան ուժ, տոկունություն եւ շուտապույտ ապաքինում։ Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ Վենեսուելայում երկրաշարժի ընթացքում մի տղամարդ, ով ի տարբերություն շուրջ բոլորը տիրող համատարած խուճապի, զարմանալի հանգստություն է ցուցաբերում։ Տղամարդը ուղղակի կանգնում է իր տեղում, մինչ մարզասրահում գտնվող բոլոր մարդիկ վախեցած վազում են դեպի ելքը։ Take a lot of work and some time to get back to that point. ԱՄՆ պետդեպարտամենտը ներկայացրել է Լիբանանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև կնքված շրջանակային համաձայնագրի մանրամասները, որի նպատակն է պաշտոնական բանակցություններ սկսել տարածաշրջանում տևական խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու համար։ Ըստ հրապարակված փաստաթղթի կողմերը պայմանավորվել են դադարեցնել հակամարտությունը, անցնել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի եւ անվտանգության պայմանների պահպանմամբ փուլ առ փուլ դուրս բերել իսրայելական զորքերը Լիբանանից։ Համաձայնագիրը նախատեսում է անվտանգության ամբողջ պատասխանատվությունը փոխանցել լիբանանյան բանակին, ինչպես նաև սահմանում է Հեզբոլլահի ու այնտեղ գործող մյուս զինված խմբավորումների լիակատար զինաթափում, ստուգումների իրականացման հնարավորությամբ եւ Լիբանանի պետական ինքնիշխանության վերականգնում երկրի ամբողջ տարածքում։ Ըստ փաստաթղթի Իսրայելը հրաժարվում է Լիբանանի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջից։ Բացի այդ, ԱՄՆ-ի հովանու ներքո ստեղծվելու է Լիբանանի համար եռակողմ ռազմական համակարգման խումբ եւ անվտանգության համակարգման ու վերիֆիկացիայի հատուկ մեխանիզմ, որը ուղղված է լինելու լիբանանյան բանակի աջակցմանն ու ամրապնդմանը։ Վաշինգտոնը իր վրա է վերցնում միջազգային օգնության եւ Լիբանանի վերականգնման աշխատանքների համակարգումը, խիստ վերահսկողություն սահմանելով, որպեսզի այդ ֆինանսական միջոցները չհասնեն զինված խմբավորումներին։ Այս համատեքստում ԱՄՆ-ն արդեն պարտավորվել է ՄԱԿ-ի հետ համակարգմամբ տրամադրել $100 միլիոն հումանիտար օգնություն։ Համաձայնագրով նախատեսվում է նաև Իսրայելի եւ Լիբանանի աշխատանքային խմբերի ստեղծում համապարփակ խաղաղության պայմանագիր պատրաստելու համար։ Սերտ համագործակցություն զոհվածների աճյունների փոխանակման հարցերով։ Այս պատմական համաձայնագրի կնքման ֆոնին Բեյրութի փողոցներում գիշերը Հեզբոլլահի աջակիցները բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացրել։ Մոտոցիկլետներով երթի դուրս եկած ցուցարարները փորձել են փակել մայրաքաղաքի մի շարք հիմնական ճանապարհներ դեպի միջազգային օդանավակայան տանող ուղին։ Լիբանանյան բանակը լրացուցիչ զորքեր է տեղակայել եւ ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ է բաց թողել։ Բահրեյնի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է իր տարածքի վրա։ Բահրեյնի թագավորության անունից գերատեսչությունը դատապարտել է հունիսի 27-ին իրականացված հարձակումը մի քանի իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Բահրեյնի արտգործնախարարությունը Իրանին պատասխանատու է համարել խաղաղ նախաձեռնությունները խաթարելու համար։ Վոլգոգրադի
մարզում հրթիռային հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը հոսպիտալացվել, հայտնել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել եւ հայտնել, որ Վոլգոգրադի ուղղությամբ արձակված ֆլամինգո հրթիռները հարվածել են Տիտան բարիգադի ձեռնարկությանը։ Նա շեշտել է, որ Ռուսաստանի յուրաքանչյուր պաշտպանական օբյեկտ, որը աշխատում է դեմ Ուկրաինայի, արդարացի թիրախ է իրենց հեռահար հարվածների համար։ Զելենսկու խոսքով ուկրաինական հեռահար գործողությունների աշխարհագրությունը անընդհատ ընդլայնվում է եւ հենց այդ ճնշումն է ամեն օր հիմք նախապատրաստում արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Կաբո Վերդեի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել աշխարհի առաջնության play-off pool։ Սաուդյան Արաբիայի հետ 0-0 խաղալով թիմը առանց որևէ հաղթանակի ու պարտության 3 միավորով գրավել է H խմբի երկրորդ տեղը։ Այժմ 1-16-րդ երկրաձափակում Կաբո Վերդե Մայամիում կմրցի Արգենտինայի հավաքականի հետ։